Սիրելի աշակերտներ, այս տեսանյութով անդրադառնանք հայտորոշիչ գրավոր թեստերին։ Առաջին տրամագրում մեզ խնդրում են հասնել հաղթանակի սպիտակներով։ Ինչպես տեսնում ենք, սև արքան գտնվում է մեր զինվորի քառակուսու մեջ։ Երրորդ դասարանից մենք գիտենք, որ զինվորը ինքնուրույն չի կարող հասնել փոխարկման։ Նրան ճանապարհին կբռնի սև արքան։ Խնդրեմ։ Այդ պատճառով հարկավոր է սև արքայի համար ստեղծել խոչընդոտ ճանապարհին, եւ դա մենք կարող ենք անել մեր արքայով։ Արքա B5 B6, ահա այս քայլով։ Մենք մեր արքայի ներկայությամբ թույլ չենք տալիս, որ սև արքան մոտենա եւ փակի մեր զինվորի ճանապարհը։ Երրորդ դասարանից մենք գիտենք, սա կոչվում է ուսով հրում։ Սպիտակ արքան ուսով հրում է, որպեսզի սև արքան չմոտենա։ Սևերը կարող են փորձել շրջանցել, կարող ենք այո շարունակել ուսով հրումը, սակայն այս դեպքում կարող ենք նաև զինվորն արդեն ուղարկել փոխարկման, ինչպես տեսնում եք, զինվորը ինքն իրեն պաշտպանում է, արքան է պաշտպանում B7 դաշտը եւ հաջորդ քայլով զինվորը կանցնի փոխարկման։ Նորից, եթե մենք ի սկզբանե փորձեինք խաղալ զինվորով, այս դեպքում արդեն սև արքան կարող էր մեզ ուսով հրել եւ մեր արքան չէր կարող օգնել մեր զինվորին։ Այդ պատճառով մենք որոշեցինք, որ առաջին քայլը արքա B5 B6-ն է։ Ահա այս քայլը։ Հաջորդիվ մենք կուղարկենք զինվորը փոխարկման։ Անկախ նրանից, թե սևերը կփորձեն մոտենալ արքայով կամ կփորձեն ուղարկել իրենց զինվորը, ենթադրենք H7, H5 խաղալով, սակայն մենք արդեն շարժում ենք փոխարկման A5 A6, ահա այս քայլը, իսկ հետագայում A6 A7, A8 եւ մենք կունենանք թագուհի։ Այսպիսով խաղը հասցնելով հաղթանակի։ Երկրորդ տրամագրում մեզ խնդրում են մատ հայտարարել երկու քայլից, այս առումով օգտվենք այն հանգամանքից, որ նավակը սիրում է բաց գծեր։ Ինչպես տեսնում ենք, սև արքան գտնվում է բաց H ուղղաձիգի ներքո, այս ամբողջ ուղղաձիգի, եւ նավակը կարող է այդ հանգամանքից օգտվել։ Ուրեմն, նավակ B4-ը H4 շախ, եթե մենք հայտարարեցինք շախ, տեսեք արքան կարմրել է, արքայի միակ նահանջը G8 դաշտն է։ Սևերի կողմից արքա H7-ը G8 եւ օգտվելով փղի եւ նավակի համագործակցությունից, երբ միմյանց օգնում են, աջակցում են, այո, նավակը կարող է հայտնվել, քայլել H8 դաշտ, հայտարարելով մատ։ Նավակ H4-ը H8։ Նորից փիղը պաշտպանում է նավակին եւ փիղը թույլ չի տալիս, որ սև արքան փախչի G7 դաշտ։ Շախ եւ մատ։ Տրամագիր 3-ում նույնպես գտնենք հաղթանակ տանող ուղին։ Ինչպես տեսնում եք, այստեղ սպիտակներն ունեն նավակը սևերի փղի դեմ, սա շախմատում կոչվում էր որակ։ Սպիտակներն ունեն նյութական առավելություն։ Սակայն մենք պլանավորում ենք վերադարձնել այդ նյութական առավելությունը, որպեսզի ստանանք դիրքային առավելություն։ Սա մտնում է ռազմավարության մեջ։ Մենք պլանավորում ենք մեր քայլերը։ Մենք նավակով վերցնում ենք փիղը, քանի որ փիղը պաշտպանում է այս զինվորին։ Արքան կվերցնի մեր նավակին, ավելի հեռանալով իրադարձություններից, եւ հետագայում մենք արքայով կշարժվենք դեպի սև զինվորը, նրան կվերցնենք, կբացենք մեր զինվորի ճանապարհը, որ այս զինվորը շարժվի առաջ, եւ սպիտակ զինվորը կուղարկենք փոխարկման։ Ահա եւ ամբողջ պլանավորումը։ Իսկ հիմա հերթականությամբ։ Նավակ B3-ը վերցնում է D3։ Առաջին քայլով նավակ B3-ը վերցնում է D3։ Սևերը հավանաբար կվերցնեն, այլապես մենք լրացուցիչ նավակով միայն կհաղթենք։ Արքա E4-ն է վերցնում D3, հիշենք, որ շախմատում մենք չենք նշում ինչ վերցրեցինք, մենք նշում ենք դաշտի անունը։ Արքա E4-ը վերցրեց D3։ Եվ ժամանակն է, ինչպես պլանավորել ենք, գնալ վերցնել սև զինվորը, բացել մեր զինվորի ճանապարհը եւ մեր զինվորը ուղարկել փոխարկման։ Արքա C5-ը B6, ահա այս քայլը, երկրորդ քայլով։ Սևերը կշտապեն իրենց զինվորին ենթադրաբար պաշտպանելու։ Արքա D3-ը C4, վերցնում ենք զինվորը, երրորդ քայլով, արքա B6-ը վերցրեց A6, Սևերը կփորձեն
շարժվել եւ փակել մեր զինվորի ճանապարհը, արքա C4-ը C5, եւ այստեղ շատ կարեւոր է բացել մեր զինվորի ճանապարհը, ոչ թե արքա A7, այս դեպքում մենք զինվորի ճանապարհը թողեցինք փակ, եւ այս դեպքում սև արքան կփորձի մեզ ճնշել, թույլ չի տա, որ սպիտակ արքան A ուղղաձիգից դուրս գա, տեսեք, օրինակ, եթե զինվորը գնաց առաջ, վերջ, ուսով հրում, ինչպես տեսնում ենք, սպիտակ արքան չի կարող դուրս գալ, որպեսզի բացի իր զինվորի ճանապարհը։ Այդ առումով, ահա այս դեպքում, մենք բացում ենք զինվորի ճանապարհը, ոչ թե A7, այլ B7, սա շատ կարևոր է։ Ուրեմն, արքա A6-ը B7, ահա այս քայլը, եւ եթե այժմ սև արքան ենթադրաբար մոտենա մեր զինվորին հարվածելու, ենթադրենք, արքա C5-ը B5, զինվորը արդեն կարող է շարժվել առաջ, քանի որ նրան պաշտպանում է իր արքան։ A5 A6, ահա այս քայլը, հետագայում A7, A8 եւ թագուհի։ Խաղը կհասցնենք հաղթանակի։ Տրամագիր 4-ում նույնպես խաղում ենք սպիտակներով, ինչպես հաղթել։ Գնահատելով դիրքը մենք տեսնում ենք, որ արքայի տիրույթներում կան թույլ դաշտեր։ Հիշեցնեմ, դրանք այն դաշտերն են, որոնք չեն պաշտպանում զինվորները։ Խնդրեմ, թույլ դաշտեր։ Մենք գտանք թույլ դաշտերը եւ ժամանակն է այդ թույլ դաշտերից օգտվել։ Օրինակ, թագուհին եւ փիղը կարող են օգտվել այդ թույլ դաշտերից, այստեղից, տեսեք, սպառնալիքներով։ Հիմա, ինչպես ճշտել, փղով կատարենք առաջին քայլը, թե թագուհիով։ Եթե մենք փղով խաղանք H6, միտում ունենալով հետո, որ թագուհին կգա F6 եւ կհայտարարենք մատ, սևերը ունեն շնչելու ժամանակ։ Գուցե նրանք թույլ չեն տա, որ մեր թագուհին հայտնվի F6 դաշտում, օրինակ խաղալով ձի E4։ Տեսեք, ձին այստեղից թույլ չի տա։ Այժմ չենք կարող գալ հայտարարել շախ եւ հետագա զարգացումներով։ Այդ պատճառով օգտվում ենք թույլ դաշտերից եւ դա անում ենք շախով։ Թագու F2-ը F6։ Տեսեք, առավելությունն այն էր, որ մենք հայտարարեցինք շախ եւ այժմ սևերը չեն կարող որևէ այլ քայլ կատարել մեզ խոչընդոտելու համար։ Այսպեսով առաջին քայլը թագու F2-ը F6 եւ դնում ենք շախի նշանը։ Այստեղ շախից ազատվելու միակ տարբերակը արքայով J8 դաշտը նահանջելն է, այլ տարբերակ չկա։ Արքա H8-ը J8 եւ ժամանակն է օգտվել մեկ այլ թույլ դաշտից, որպեսզի գրոհենք J7 թույլ դաշտը։ Տեսեք, որքան կարևոր է գրոհել թույլ դաշտերով։ Այո, փիղ D2-ը H6, սա երկրորդ քայլն է։ Փիղ D2-ը H6 եւ մենք պատրաստվում ենք մատ հայտարարել J7 դաշտից։ Հիշեցնեմ, այն նույնպես թույլ դաշտ էր։ Այս դեպքում արդեն սևերը չեն կարող պաշտպանել J7 դաշտը։ Տեսեք, թագուհին չի կարող հայտնվել, ենթադրենք, F6-ում, կամ եթե նույն քայլը կատարեն ձիով, ինչպես ասում են, արդեն ուշ է։ Նո ենթադրենք, այո, ձի C5-ը E4, գրոհեցին թագուն, բայց մեկ քայլից հայտարարում ենք մատ։ Թագուհի F6-ը J7։ Շարունակում ենք տրամագիր 5, նույնպես խաղում ենք սպիտակներով, հասնենք հաղթանակի։ Այստեղ հաշվի առնելով, որ դեպի արքա տանող ճանապարհները բաց են, եւ ուղղաձիգը եւ անկյունագծերը, կարելի է օգտվել այս հանգամանքներից։ Նաեւ նշենք, որ նավակը անպաշտպան է։ Այսպեսով եւ արքան եւ նավակը գտնվում են սպիտակ անկյունագծերի ներքո եւ մենք կարող ենք այդ հանգամանքից օգտվել։ Թագուհի E4 շախ, եւ սա կրկնակի հարված է։ Սևերը կարող են շախից նահանջել, մենք կշահենք նավակ, կամ փակել շախի ճանապարհը, իսկ գուցե թագուհիով, ենթադրենք այսպես, թագուհի D6-ը C6, փակեցին շախի ճանապարհը, բայց մենք ինչպես նշել ենք, շահում ենք նավակ։ Թագուհի E4-ը վերցնում է H7։ Այստեղ կա եւս մեկ ավելի բարդ տարբերակ։ Հիմա դիտարկենք նորից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սև արքայի դիրքը նպաստավոր չէ, նրան դեպի արքա տանող ճանապարհները բաց էին։ Դեպի սև արքա տանող ճանապարհները բաց են։ Հիշենք, որ մենք դիրքը գնահատում ենք արքայի դիրքով։ Իսկ նավակը սիրում է բաց գծեր։ Այս առումով կարելի է նավակով գրոհել, ակտիվացնելով մեր խաղաքարը։
և հայտարարել շահ։ Իդեպ շահ մենք կարող ենք հայտարարել նաև թագուհիով, բայց թագուհին առանց այն էլ ակտիվ դիրքում է, իսկ նավակը պասիվ։ Բացի այդ, այս դեպքում սևերը կարող են փակել շախի ճանապարհը։ Իսկ երբ մենք շահ հայտարարում ենք նավակով, սևերը հավանաբար չեն փակի թագուհիով, մենք կշահենք թագուհի։ Նախ գրանցենք առաջին քայլը, նավակ և 1 B1, ահա այս քայլը, ակտիվացրեցինք նավակին շախով։ Եթե արքան նահանջի out դաշտ, այստեղ նրան սպասում է, ասեք out-ը նույնպես բաց գիծ է, այս դեպքում հորիզոնական, և այստեղ արդեն գործի կարող է մտնել թագուհին։ Թագուհի A4-ը E8, շախ, նավակը թույլ չի տալիս, որ արքան փախչի B7, և ևս մեկ քայլից հետո կհայտարարենք մատ, ենթադրենք սևերը փակեցին ճանապարհը, մատ։ Այդ պատճառով շախից հետո սև արքան հավանաբար կհեռանա C8։ Նույնպես բաց գիծ է, հորիզոնական, գրենք առաջին քայլը, արքա B7-ը C8, և մենք արդեն գիտենք, որ բաց գծերով թագուհին նույնպես հեռահար խաղաքար է, նա սիրում է բաց գծեր, թագուհի A4-ը E8, շախ։ Արքան նահանջելու տարբերակ չունի, նավակը հսկում է B ուղղաձիգը, այստեղ պետք է շախի ճանապարհը միայն փակել։ Եվ այստեղ ժամանակն է հիշել շեղում մարտավարական հնարքը։ Ինչպես տեսնում ենք, սև թագուհուն պաշտպանում է իր իսկ արքան, որպեսզի արքային այստեղից շեղենք, մենք կարող ենք զոհաբերել նավակը։ Նավակ B1-ը B8 շախ, սևերը ստիպված են վերցնել, այլապես շախից ազատվելու տարբերակ չկա, արքան ընդունում է զոհաբերությունը և անպաշտպան թողնում իր թագուհուն։ Այժմ մենք կարող ենք շահել մի ամբողջ թագուհի։ Թագուհի E8-ը վերցնում է D8, նույնպես շախով։ Եվ վերջին տրամագիր 6-ում մեզ խնդրում են մատ հայտարարել 3 քայլից։ Ուշադրություն դարձնենք, որ սև արքան չունի անվտանգության պատուհան, նավակները սակայն հսկում են վերջին հորիզոնականը, որը գրոհում են նաև մեր նավակները։ Հիմա եթե մենք նավակով հայտարարենք շախ, սևերն ունեն 2 պաշտպան վերջին հորիզոնականի, մինչդեռ մենք ունենք ընդամենը 1 հարված, պարզապես մենք կկորցնենք նավակ։ Եվ շարունակությունը կբերի նրան, որ սևերը կմնան 1 նավակ առավելությամբ։ Եվ այստեղ միտք է առաջանում այս 2 պաշտպաններին, այս պահակներից մեկին հեռացնել, ու դա կարելի է անել թագուհու զոհաբերությամբ։ Մենք հարվածում ենք այս պաշտպաններից մեկին, զոհաբերելով թագուհին, ու այսպիսով թագուհի D3-ը վերցրեց D8, և դա տեղի ունեցավ շախով։ Սևերը պետք է շախից ազատվեն, նավակը վերցնում է D8, նավակ A8-ը վերցնում է D8, և այժմ նավակը մնաց միայնակ, E8 դաշտի միայնակ պաշտպանը, մինչդեռ մեր նավակները երկուսով են, խնդրեմ, և հաջորդ քայլով մենք գրոհում ենք E8 դաշտը։ Նավակ E2-ը E8 շախ, շախից ազատվելու միակ տարբերակը վերցնելն է շախ տվող խաղաքարը, նավակ D8-ը վերցրեց E8, և մենք շարունակում ենք, նավակ E1-ը E8, և տեղի ունեցավ մատ։ Ուրեմն նորից մենք ի սկզբանե պաշտպաններից մեկին վերացնում ենք, իհարկե այս դեպքում եթե մեր թագուհուն վերցնի ձիով, մենք անմիջապես նավակով կհայտարարենք մատ, 1 քայլից։ Զոհաբերելով մեր թագուհին, այժմ մեր նավակները 2 հոգով գրոհում են E8 դաշտը, որտեղից պետք է հայտարարել մատ։ Շախ, ևս 1 շախ և մատ։ Այսքանը շնորհակալություն, ցտեսություն եթերում։